Ռուսական եռագույնն է նորից ծածանվում Կուրսկի մարզի ավերակների վերածված Գուևո բնակավայրում։ Այն ուկրաինական ուժերի վերահսկողության տակ էր անցել 9 ամիս առաջ, երբ սկսվել էր Կուրսկի ուղղությամբ անակնկալ գրոհը։ Կադրերը հենց Գուևոյի կենտրոնից են։ Ռուսաստանի հյուսիսային օկրուգի 72-րդ մոտոհրաձգային դիվիզիան է հետ բերել բնակավայրը։ Գուևոն ռազմավարական դիրքում է, այնտեղ ռուսական դրոշը ծածանելուց հետո դաշտությունը մի քարտեզ է հրապարակել, որում հստակ երևում է, ինչքան հեշտ է Գուևոյից Ուկրաինայի Սումի շրջանի ուղղությամբ գրոհելը։ Ոչ միայն Կուրսկ, այլև Բելգորոդ են ներթափանցել ուկրաինացի զինվորները։ Կիևում գործող Deep State կայքի տեղեկություններով այս պահին նրանք Բելգորոդի մարզում շուրջ 13 քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում, հիմնականում Դեմիդովկա գյուղի շրջակայքում։ Որ ուկրաինացիները ակտիվ են Բելգորոդի մարզում, խոստովանել է նաև Զելենսկին։ Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել թշնամու տարածքում սահմանամերձ շրջաններում, եւ դա բացարձակապես արդար է, պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կուրսկում ու Բելգորոդում իրենք բուֆերային գոտի են փորձում ստեղծել, որ պաշտպանեն Սումին ու Խարկովը, թուլացնեն ճնշումը արևելյան Դոնեցկի շրջանում, որտեղ Ռուսաստանը մեծ թափով բնակավայրեր է գրավում։ Ռուսաստանի սահմանամերձ շրջանների մեծ մասը, այդ թվում Բելգորոդի մարզը, ամենօրյա ռեժիմով դրոնային հարձակման են ենթարկվում։ Առավոտյան ռուսական հոպը 23 անօդաչու է խոցել Կուրսկի ու Բելգորոդի երկնքում, կեսօրին էլ թիրախավորվել են ռուսական էներգետիկ ենթակառուցվածքները։ Բանակցություններ կլինեն, թե ոչ, կհաջողվի Թրամփին մի սեղանի շուրջ նստեցնել Պուտինին ու Զելենսկիին, առայժմ հայտնի չէ։ Հերթական քննարկումը Ստամբուլում է պլանավորված ապրիլի 10-ին։ Ռուսաստանի նախագահի խոսնակն է հայտնել, որ Թուրքիայում են հանդիպելու ռուս և ամերիկացի բանագնացները։ Թուրքիայի նախագահին հաջողվել է իր երկիր տանել բանակցող կողմերին։ Էրդողանը Զելենսկիի ու Պուտինի հետ շփումների ժամանակ միշտ շեշտում է, թե իր երկիրը իդեալական վայր է բանակցությունների համար։ Մանրամասներ պետք է ակնկալել արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներից։ Կրեմլի խոսնակը խնդրել է չմոռանալ, թե որքան վնաս է հասցրել Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Եվ ուրեմն, ըստ Պեսկովի, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի, եթե երկու երկրների ղեկավարները բավարար կամք ունենան։ Հասմիկ Սերոբյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։